Եթե խաղաղություն է ուզում Ադրբեջանը, ինչու են այդ երկրում թշնամաբար ընդունում անգամ Արցախ անունով երաժշտությունը ու պահանջում, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդները ուրիշ երգի տակ սահեն։ Երաժշտության հեղինակը վստահ է, Արցախը հաջողություն է բերելու Հայաստանին։ Այդ երաժշտությունը ինքը խերով հաջողություն է բերում մարզիկներին։ JD Vance-ի տարածաշրջանային այցին ընթառաջ, ինչն է ԱՄՆ փոխնախագահին Երևան բերում, ատոմակայանից ու թրիփից մինչև իրանական հարց։ Vance-ը փորձելու է հասկանալ, ինչ կարող է անել Հայաստանը Իրանի դեմ Իրանը-ամերիկյան հնարավոր պատերազմում։ Միացյալ Նահանգներ Իսրայել զույգը անակոնդայի այսպես էֆեկտ է փորձում կիրառել Իրանի նկատմամբ, բոլոր կողմերից խեղդելով նրան։ Իրան-ԱՄՆ բանակցությունների ավարտից ժամեր հետո Թրամփը շատ լավ է գնահատել դրանք, բայց իրանական նավթի արտահանման նոր պատժամիջոցներ է սահմանել եւ 25% մաքսատուրք Իրանի հետ բիզնես անող պետությունների համար։ Հաստատի տնտեսական ճնշման քաղաքականությունը շարունակվում է։ Փետրվարի 7-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ եւ այսպես նախ շաբաթավերջի սկանդալի մասին։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը $1 միլիոն ու մրցանակ են ստանում խաղաղության հասնելու համար, Ադրբեջանում թշնամաբար են ընդունում անգամ Արցախ բառը, անգամ եթե այն օգտագործվել է իբրև երկի վերնագիր վաղուց ամրագրված հեղինակային իրավունքով։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտե Միլանի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն անջատողական է։ Արա Գևորգյանի Արցախը 4-րդ անգամ է ուղեկցելու Հայաստանը ներկայացնող մարզիկներին օլիմպիական խաղերում։ Կոմպոզիտորը վստահ է, Արցախը հաջողություն է բերելու Հայաստանին։ Լիլիթ Խալաթյանն է զրուցել Արա Գևորգյանի հետ։ Սկանդալային դեբյուտ ձմեռային օլիմպիական խաղերում Արցախ բառի համար։ 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդները տհաճ անակնկալի են եկել Միլանում, երբ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն բողոք է ուղարկել միջազգային օլիմպիական կոմիտե, դժգոհել Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտությունից։ Փետրվարի 15-ին Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը Սան Սիրո մարզադաշտ դուրս կգան Արա Գևորգյանի Արցախ երաժշտության ներքո։ Ադրբեջանը պնդում է, թե Արցախ ստեղծագործությունն արտացոլում է Հայաստանի անօրինական եւ անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ։ Խանդի տեսարան կա։ Արցախ ստեղծագործության հեղինակ կոմպոզիտոր Արա Գևորգյանը ժպիտով է արձագանքում ադրբեջանական բողոքներին։ Ակնհայտորեն իրանք ծիծաղելու վիճակում են հայտնվում։ Երաժշտությանը անուն են կպցնում քաղաքական կամ ոչ քաղաքական, անջատողական։ Չի ստացվում է։ Կոմպոզիտորը հիշեցնում է, նախկինում ադրբեջանցիներն ասում էին, թե Արցախի հեղինակն իրենք են։ Այսօր հեղինակության հարց չեն քննարկում։ Պահանջում են ընտրել ապաքաղաքական երաժշտություն, որը չի հակասի օլիմպիական արժեքներին։ Այսօր իրանք ասում են, որ այդ երաժշտությունը անջատողական, միգուցե այսօրվա իրավիճակին դեմ երաժշտություն է, բայց անունը Արցախա երաժշտությունը։ Ես եմ հորինել, հեղինակային իրավունքները պահպանվում են Ամերիկայի կոնգրեսի գրադարանում, որևէ մեկը չի կարող ասել, այդ անունով պահպանվում է արդեն։ Ես ոչ եմ անունը փոխելու։ Ով ուզում է լինի, ինչքան ուզում են ասեն։ Երաժշտությունը կոչվում է Արցախ, Արցախ անունով էլ պիտի հնչի։ Արցախը 3 անգամ ուղեկցել է Հայաստանը ներկայացնող մարզիկներին օլիմպիական խաղերում, հնչել Սոտլեքսում, Թուրինում, Ռիո դե Ժանեյրոյում։ Հիմա հնչելու է Միլանում հեղինակի թույլտվությամբ։ Օլիմպիական կոմիտեն պահանջել է գեղասահորդներից հեղինակի թույլատվություն։ Եվ ես այդ թույլատվությունը ուղարկել եմ, ես հպարտացել եմ։ Հպարտեմ, որ արդեն 4-րդ անգամ իմ երաժշտությունը մասնակցում է օլիմպիական խաղերին։ Կոմպոզիտորը վստահ է, Արցախը հաջողություն է բերելու Հայաստանին, այդպես է եղել միշտ։ Այդ երաժշտությունը ինքը խերով հաջողություն է բերում մարզիկներին։ Բոլորին, ով դուրս է գալի ռինգ այդ երաժշտության տակ, ոնց որ sense թափ հառնում էլի։ Լիլիթ Խալաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։
Այս շաբաթ 4 ամսվա դադարից հետո առաջին անգամ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Աբու Դաբիում այս տարվա առաջին բանակցության մասին տարածած պաշտոնական հաղորդագրությունը շատ ժուշկալ էր։ Հիմնականում այն մասին, որ Երևանն ու Բաքուն շարունակելու են ուսումնասիրել, թե ինչպես է հնարավոր ընդլայնել առևտրատնտեսական կապերը։ Հայ փորձագետները միանգամից արձանագրեցին, վատ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուր անելը, բայց իրականում քաղաքական առևտուր է տեղի ունենում։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակով Փաշինյանի ու Ալիևի պարգևատրումից ժամեր հետո Բաքվի դատարանը հրապարակեց գերեվարված 15 հայերի սարսափեցնող դատավճիռները։ Արդյոք բանակցությունների Միացյալ Նահանգների փոխնախագահի սպասվող տարածաշրջանային այցի ու ինտրիգների արանքում հնարավորություն մնում է գերիների վերադարձի համար։ Բոլոր այս հարցերը կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Նա արդեն տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Այս շաբաթվա բանակցությունների մասին ինչ էին խոսում հենց Ադրբեջանում։ Չնայած պաշտոնական տեղեկությունները շատ սակավ են, բայց ադրբեջանական վերլուծական շրջանակներից հնարավոր եղավ Լարա որոշակի հարցերի պատասխաններ գտնել, մասնավորապես նրանք ասում են, որ Աբու Դաբի այս հանդիպումը սովորական հանդիպում չէ, այլ հայ-ադրբեջանական հարաբերություններում, այսպես ասած, ժամացույցների համադրման կարևոր հանգրման։ Այս մասին մանրամասն խոսել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազատ Իսազադեն, նրա խոսքերով, քանի որ արդեն կար նախադեպ հայ-ադրբեջանական հարաբերություններում բեռների տարանցման վերաբերյալ, այսինքն հեռակա տարբերակով հնարավոր էր պայմանավորվածություններ ձեռք բերել, ապա տետ-ա-տետ հանդիպում պետք է ավելի նուրբ հարցեր քննարկելու համար։ Իսազադեի խոսքերով մեջ բերեմ, իհարկե Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանի ընտրություններում հաղթի Փաշինյանը եւ պետք է որոշակի ոչ շատ բացահայտ գործողություններ անի աջակցելու համար։ Այսինքն ստացվում է Բաքուն փորձում է Երևանի հետ կառուցել այնպիսի հարաբերությունների մոդել, որ Երևանում ներկայիս քաղաքական կուրսի կայունությունը հնարավոր լինի պահպանել նաև ընտրություններից հետո։ Այո Լարա, որովհետև Բաքվում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները կարող էր ազդել դեռ չստորագրված խաղաղության հռչակագրի վրա եւ ըստ վերլուծությունների Աբու Դաբի հանդիպումը հենց այն մասին էր, որպեսզի Ադրբեջանի հետ գտնեն փոխհմբռնման այնպիսի քայլեր, որը չի հանգեցնի Հայաստանում իշխանափոխության կամ իրավիճակի ապակայունացման կներեք, սա ռազմավարական աջակցություն է այլ կերպ եթե ասեմ, բայց միայն Բաքվի թելադրանքով։ Բայց հակասություն չկա այս վերլուծության եւ մեկ այլ իրադարձության, որ էլի այս շաբաթ տեղի ունեցավ, Բաքվում մինչեւ 20 տարի կամ ցմա ազատազրկման դատապարտվեցին 15 հայ գերիները, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Սա ապակառուցողական քայլ չէ։ Լարա, պետք է նշեմ, որ մեր հայրենակիցների դատավճիռների հրապարակումը իրականում ոչ թե վերջնակետ էր, այլ սակարկության մեկնարկ էր։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների վարչակազմի համար կրոնական եւ հումանիտար հարցերը առաջնահերթ են եւ Ադրբեջանը նման կերպ, երբ որ իրավականորեն ամրագրեց իր գերիներին, դրանից հետո հնարավոր է եւ ակնկալվում է ըստ ադրբեջանցի փորձագետների անգամ, որ Բաքուն Վենսի տարածաշրջան այցից առաջ կամ հետո էլի որոշակի թվով գերիների կփոխանցի Հայաստանին որպես մարդասիրական քայլ, բայց պետք է նշեմ, որ գերիների եւ պատանդների հարցը Ադրբեջանը միշտ էլ օգտագործել է որպես խաղաքարտ եւ իր քաղաքականությունից իրականում չի էլ հրաժարվել։ Ստացվում է, որ չպետք է զարմանանք, եթե առաջիկա առնվազն 4 ամսվա ընթացքում տեսնենք ավելի զուսպ Ալիև, ավելի զուսպ Ադրբեջան, որը, այսպես ասած, չի փորձում տորպեդահարել նախընտրական պրոցեսները։ Այո, Լարա, անգամ ադրբեջանցիներն են այդպես ասում, որ կոշտ տարբերակը միշտ սեղանին է, այսինքն Ադրբեջանը հստակ սպասելիքներ ունի Փաշինյանից եւ իր թիմից, եւ եթե այդ սպասելիքները չարդարանան, գործի կդրվի փափուկ ուժ, օրինակ այս դեպքում հաղորդուղիների փակման տեսքով։ Միևնույն ժամանակ Բաքուն երբեք էլ չի հրաժարվել հարցը զենքով լուծելու տարբերակից եւ դրա մասին համենայն դեպս երևում է, երբ ուսումնասիրում ենք ադրբեջանական փորձագիտական դաշտը։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Այժմ ավելի մանրամասն Ջեյդի Վենսի տարածաշրջանային այցի մասին, ինչն է Միացյալ Նահանգների փոխնախագահին Երևան բերում։ Փորձագետների գնահատմամբ ատոմակայանից ու թրիփից մինչև իրանական հարց։ Վենսը փորձելու է հասկանալ, ինչ կարող է անել Հայաստանը Իրանի դեմ իրանա-ամերիկյան հնարավոր պատերազմում։ Վերլուծաբանների գնահատականներով Միացյալ Նահանգներ Իսրայել զույգը անակոնդայի էֆեկտ է կիրառում, փորձելով բոլոր կողմերից խեղդել Իրանը։ Հայաստանը կարևոր աշխարհագրական դիրք ունի այդ օղակը փակելու առումով եւ հիմա պետք է բախտորոշ ընտրություն կատարի։ Լիլիթ Սարգսյանն է պատմում։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը կդառնա ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որ այցելել է Հայաստան։ Իտալիայում օլիմպիական խաղերի բացմանը հետևելուց հետո նա երկուշաբթի Երևան կգա համրապնդելու հայ-ադրբեջանական խաղաղության ուղղությամբ իրենց գործադրած ջանքերը։ Նրա այցը նախապատրաստելու համար արդեն մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Վենսի այցի օրակարգը պատասխանատու կառույցները չեն բացահայտել։ Դոնալդ Թրամփն է հայտնել, որ պատրաստվում են միջուկային համագործակցության իր բառով հիանալի համաձայնագիր կնքել Հայաստանի հետ։ Նկատի ունենալով հավանաբար մոդուլային ատոմակայանը։ Վենսը դրա մասնագետը չի։ Ես կարծում եմ, այստեղ ուղղակի քննարկվելու է եւ Վենսը փոխելու է Հայաստան իշխանություններից խոստում, որ իրենք Ռոսատոմին չեն տալու նոր ատոմակայան կառուցելու իրավունք։ Միջազգայնագետը համոզված է, Վենսի Հայաստան այցի նպատակը ամենևին էլ տնտեսական համագործակցության հարցերը չեն։ Անգամ թրիփը, որ հիմա առանցքային է հայ-ամերիկյան հարաբերություններում, զուտ տնտեսական ծրագիր չէ։ Վենսը թրիփի հետ կապված մի խնդիր է փորձելու լուծել, ստանալ խոստում, որ Մոսկվան չի ներգրավվելու այդ ծրագրում։ Չնայած Հայաստանն ասում է, դե եկեք համատեղ ուժերով երկաթգիծ վերականգնենք։ Թրամփի ուղին կարող է հնարավորություն տալ Կենտրոնական Ասիայի օգտակար հանածոները դեպի արևմտյան շուկաներ արտահանելու։ Ըստ Ազատություն ռադիոկայանի զրուցակից Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփստեյնի օգտակար հանածոների շուրջ գործարքները նույնպես Վենսի այցի օրակարգում են։ Էփստեյնի խոսքով նա պատրաստվում է նաև այնպիսի գործարքներ կնքել, որոնք թույլատնելու են իրանական ու ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Ինչ դեր է ստանձնելու Հայաստանը Իրանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ, ըստ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի, Միացյալ Նահանգների փոխնախագահը նաև սա է փորձելու հասկանալ։ Արդյոք 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում արած հայտարարությունը, թե ինչ-որ մի պահի տեսականորեն հայ-իրանական սահմանը կարող է փակվել Բոլթոնի հետ հանդիպումից հետո, որ կար ևս Թրամփի խորհրդականներ, հիշեցնեմ, հիմա Վենսը գալիս է հասկանալու, տեսականորեն է փակվելու, թե իրականում կարող է փակվել։ Պատահական չէ, որ Ջեյդի Վենսը Հայաստան է գալիս Իրան Միացյալ Նահանգներ լարվածության ֆոնին։ Այսօր արդեն տեղեկատվություն է տարածվում, որ Թուրքմենստան է ժամանում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ եւ ռազմական բեռ են տեղափոխում Թուրքմենստան։ Օմանում Իրան Միացյալ Նահանգներ միջնորդավորված բանակցությունները լարվածությունը թույլատնելու հույսեր չեն ներշնչում միջազգայնագետին, բայց Թրամփի ուղղահարցով ինչ-որ համաձայնությունը չի բացառվում։ Թրիփի թեման ներառված է նաեւ Իրան-ԱՄՆ բանակցություններում եւ մեծ հավանականությամբ կարող է եւ թրիփը չաշխատել։ Ամերիկացիները համաձայնվեն տնտեսական մեկ այլ միջանցքից օգտվել Արազով, որը արդեն Իրանի տարածքով է լինելու եւ գնալու է թրիփին զուգահեռ։ Հույսերը, թե Ջեյդի Վենսը կարող է հայգերիների ազատ արձակման հարցով ինչ-որ համաձայնության հասնել Ադրբեջանում, չափազանցված է համարում Բալասանյանը։ Իդեպ, ի սկզբանե որոշված չէր, որ Վենսը նաև Բաքու է մեկնելու։ Այդ պայմանավորվածությունը ավելի ուշ է ձեռք բերվել։ Վենսը բոլորից լավ է տեղյակ Բաքվում հայգերիների մասին, Վենսը բոլորից լավ է տեղյակ հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող այս պատերազմի եւ պայքարի մասին։ Հետևաբար Վենսին պետք չի եւս մեկ անգամ հիշեցնել։ Հայաստանյան այցի ժամանակ Վենսը չպետք է հանդիպի վեհափառի հետ, ըստ Կալիֆոռնիա Կուրիեր թերթի խմբագիր ամերիկահայ Հարութ Սասունյանի, Հայաստանի կառավարությունն է պահանջել ամերիկացիներից։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների ավարտից ժամեր հետո Թրամփը շատ լավ է գնահատել դրանք, բայց իրանական նավթի արտահանման նոր պատժամիջոցներ է սահմանել եւ 25% մաքսատուրք Իրանի հետ բիզնես անող պետությունների համար։ Ամեն դեպքում կողմերին հաջողվել է բանակցային եւս մեկ ռաունդ կազմակերպելու պայմանավորվածության հասնել։ Փորձագետների կարծիքով տնտեսական էքսպանսիայի գործիքներով Վաշինգտոնը փորձելու է անհրաժեշտ զիջումներ պարտադրել Թեհրանին, բայց Թրամփը երբեք օրակարգիչ չի հանելու նաեւ պահեստային տարբերակը ուժի կիրառման հավանականությունը։ Գայանե Մովսիսյանը կպատմի։ Էսկալացիայի վտանգը չի մեղմանում Մերձավոր Արևելքում, չնայած լավ են անցել բանակցությունները թե Միացյալ Նահանգների, թե իրանցի դիվանագետների համոզմամբ։
We likewise had very good talks on. Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ։ Թվում է Իրանը մեծ ցանկություն ունի գործարք կնքելում։ Տեսնենք ինչ կլինի գործարքը։ Այն տարբեր կլինի նախորդ անգամից։ Եթե չանեն, նրանք գիտեն հետևանքները։ Մենք ունենք մեծ նավատորմ, մենք ունենք շատ մեծ նավատորմ, որը շարժվում է այդ ուղղությամբ եւ շուտով այնտեղ կլինի։ Այնպես որ տեսնենք ինչ կստացվի։ Թրամփը խոստացել է հաջորդ շաբաթ բանակցությունների եւս մեկ փուլ։ Թեհրանը եւս ակնկալում է լրացուցիչ բանակցություններ նահանգների հետ։ Արտգործնախարար Աբբաս Արաղչիի համար ամենակարևորն այն է, որ միջնորդավորված բանակցությունների ժամանակ միայն միջուկային ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել։ Միջուկային բանակցությունները պետք է ընթանան հանգիստ միջավայրում առանց լարվածության եւ սպառնալիքների։ Ցանկացած երկխոսության անհրաժեշտ պայմանը սպառնալիքներից եւ ճնշումներից զերծ մնալն է։ Նահանգներից ակնկալում ենք, որ զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է լարվածություն առաջացնել։ Իրանագետները չեն բացառում, որ այս անգամ էլ բանակցությունների ընթացքում պատերազմ սկսվի Իրանի դեմ։ Ինչպես եղավ 2025-ի հունիսին, երբ միջուկային պայմանագրի վերաբերյալ բանակցությունների հերթական ռաունդի նախօրեին Իսրայելը հարվածեց Իրանին։ Չնայած այս հանդիպման առկայությանը, միևնույն է, լարվածությունը պահպանվում է եւ անգամ այս հանդիպումը եւ դրա հետագա ընթացքը դեռ երաշխիք չէ, որ էսկալացիա տեղի չի ունենա եւ ամեն ինչ օրինակ ռազմական ուղով չի գնա։ Օմանում Իրան-ԱՄՆ ավելի քան 5 ժամ տևած միջնորդավորված բանակցությունների ժամեր հետո Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ իրանական նավթի արտահանման վերաբերյալ։ Թրամփը նաև հրամանագիր է ստորագրել, որով 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնես անող պետությունների համար։ Ռազմական էսկալացիայի մասին սպառնալիքները եւ թե այս տնտեսական ճնշման գործիքները, սրանք բոլորը նաեւ միտված են բանակցությունների սեղանի շուրջ Իրանից զիջումներ կորզելուն։ Բայց եթե անգամ այդ զիջումները չի լինում, հաստատի տնտեսական ճնշման քաղաքականությունը շարունակվում է։ Բանակցություններին վերջնական համաձայնության շատ դժվար կհասնեն կողմերը, նկատում են իրանագետները, եթե իհարկե հաջողվի։ Իրանը պատրաստ է բանակցել միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն չի պատրաստվում ուրան չհարստացնել։ Պահանջ, որ թելադրում է Միացյալ Նահանգները։ Իրանի համար անընդունելի է նաև իր հրթիռային ծրագրից հրաժարվելու հարկադրանքը։ Նահանգների շարունակում են պնդել, որ պետք է նաև այլ հարցեր քննարկվեն, հրթիռային, տարածաշրջանային գործունեությունը եւ այլն, այսինքն այս պայմաններում շատ բարդ իրավիճակ է ու դեռ դժվար է պատկերացնել, թե ինչպես են կողմերը փոխհմբռնման հասնելու։ Ոչ մի միջուկային զենք, լրագրողներին ասել է Թրամփը, որ ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին նման զենք ստեղծել։ Գանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ են ընթանում ռուս-ուկրաինական բանակցությունները։ Առանց մանրամասների նա հավելել է, որ Աբու Դաբիի բանակցությունների արդյունքում ինչ-որ բան կարող է տեղի ունենալ։ Ռոյթերզը հոմանելով իր աղբյուրներին ուրբաթ հայտնել էր, որ ամերիկյան եւ ուկրաինական կողմերը քննարկել են խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը մարտին, նաեւ մայիսին հնարավոր հանրաքվեի եւ ընտրությունների հեռանկարները։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները պայմանավորվել են 314 ռազմագերիների փոխանակման շուրջ։ Եվ մինչ շարունակվում են բանակցությունները, ճակատում իրավիճակը թեժ է մնում։ Պաշտոնական Կիևի տարածած կադրերում երևում է, որ այրվում են Ռոշեն հրուշակեղենի ընկերության պահեստները, անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով առաջացած հրդեհը մարել չի հաջողվում։ Վերադառնանք մեր խնդիրներին, դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա մի պայմանագրային զինծառայող, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ըստ նրա փետրվարի 5-ին է տեղի ունեցել արտակարգ դեպքը։ Նուբարաշենի Զորամասի մոտ են մի խումբ մարդիկ դաժանորեն ծեծել պայմանագրային զինծառայողին, նա անգիտակից տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր փաստաթուղթը կոնֆլիկտածին անվանած Նիկոլ Փաշինյանը շատ փորձագետների գնահատմամբ հասկանում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սահմանադրությունից անկախության հռչակագրին հողումը հանելով կդնի իր քաղաքական ուժի գերեզմանակարը։ Դա է հավանաբար պատճառը, որ սահմանադրական հանրաքվենք փականները մտադիր են ընտրություններից հետո անցկացնել, որ հունիսի 7-ից հետո է նախատեսվում հանրաքվե անել, այս շաբաթ հայտարարել է Արդարադատության նախարարը։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սահմանադրության փոփոխության քարոզարշավի վերածելու կասկածներ ունեցել Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը այս շաբաթ։ Բայց նախարարը սակայն մեկ այլ հայտարարությամբ ավելի է խորացրել կասկածները, որ Փաշինյանի ուզած նոր սահմանադրությունից Հայաստանի անկախության հռչակագիրը դուրս կմնա։
Այս հարցի հետ կապված էլ քննարկում դեռ չի եղել, կրկին երբ որ լինի հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, բոլորը կտեսնեն, թե եթե փոփոխություն տեղի ունենա, ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել մեր սահմանադրության նախաբանում։ Ինչպես կարող է այլ օրենքի առաջին էջում գրված հռչակագիրը քննարկված չլինի սահմանադրական փոփոխությունների խորհրդում, եթե ըստ նախարարի մարտին ամբողջությամբ պատրաստ կլինի նոր սահմանադրության տեքստը։ Խափում են, եթե կարճ խափում են։ Առաջ-Աճակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամը համոզված է Փաշինյանի որոշմամբ ստեղծված սահմանադրական փոփոխությունների խորհուրդը անկախության հռչակագրից հրաժարվելու է։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության եւ 26 թվականի ընտրություններում կրկին մնաց վարչապետի պաշտոնում, համոզված եղեք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը հոդս է ցնդելու եւ չունենալու որևէ իրավական, բարոյական, քաղաքական եւ արտաքին քաղաքական որևէ ուժ։ Ասատրյանը հիշեցնում է, Փաշինյանը չի թաքցրել, որ անձամբ կողմ է, այլ օրենքի նախաբանից պետք է դուրս գա անկախության հռչակագիրը։ Այն որ մեզ հայտարարում են, որ ուրեմն դեռևս չկա քննարկում, ինչպես չկա, եթե նույն Նիկոլ Փաշինյանը շատ ամիսներ առաջ մի քանի անգամ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ խոսել է անկախության հռչակագրի եւ իր դրույթների մասին եւ իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որն ամբողջովին դեմ է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։ Դեմ է հռչակագրին, ուրեմն Ալիևի սրտով է արձանագրում է առաջ կուսակցության անդամը։ Պնդում Հայաստանում ոչ ոք չի մոռացել, որ Ադրբեջանն է անընդհատ պահանջում փոխել Հայաստանի սահմանադրությունը ու հեռացնել անկախության հռչակագրին հղումը, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը բնավ պայմանավորված չէ Հայաստանի Հանրապետության ազգային շահերով, հայ ժողովրդի պահանջմունքներով եւ այլն եւ այլն։ Հայ ուրեմն սահմանադրության փոփոխությունը պայմանավորված է միայն ու միայն Իլհամ Ալիևի կապրիզներով։ Արդյոք Ալիևի կապրիզները հաշվի առնում են սահմանադրական փոփոխությունների խորհրդում։ Ոչ այս ձևակերպման, բայց այս բնույթի հարցին նախարար Գալյանն այսպես էր պատասխանել չորեքշաբթի։ Մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինչքան էլ Սրբույի Գալյանը, Նիկոլ Փաշինյանը լոլոներ կարդան, որ սա բխում է հայ ժողովրդի շահերից, սա բխում է ապահով Հայաստան, խաղաղ Հայաստան կոնցեպտից, սա մեծ մոլորություն է։ Սահմանադրության օրվա Այն, որ Փաշինյանի խմբագրած նոր սահմանադրությունում հղում չի լինելու անկախության հռչակագրին, նաև Փաշինյանի սահմանադրության 30-ամյակի օրն ունեցած ելույթն էր ապացուցում։ Նա այդ օրը կոնֆլիկտացին էր անվանել անկախության հռչակագիրը։ Կա անկախության հռչակագիր, կա Հայաստանի Հանրապետություն, երրորդ հանրապետություն։ Եթե չկա անկախության հռչակագիր, չկա նաև Հայաստանի երրորդ հանրապետությունը, որովհետև սրանք մեդալի երկու կողմերն են, որովհետև Հայաստանի երրորդ հանրապետության կնիքը հանդիսանում է մեր անկախության հռչակագիրը։ Նոր սահմանադրությունը հանրաքվեի կդրվի, երբ Հայաստանում բոլորն արդեն ամբողջությամբ ծանոթ կլինեն դրա տեքստին, վստահեցրել էր Սրբույի Գալյանը։ Հանրաքվեի ժամկետներ հայտնի չեն, դա կարվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ 2026 թվականի հունիսի 7-ից հետո մենք ունենալու ենք այլ ղեկավար, ով չի խեղի մեր հավատքը, ով չի պղծի մեր արժեքները եւ ով մեր ժողովրդին կհրամցնի այնպիսի մի սահմանադրություն, որը հարիր կլինի մեր կենցաղի հետ, մեր դաստիարակության հետ եւ մեր պապերից ստացած պատգամի հետ։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հղումը անկախության հռչակագրին մայր օրենքի անխախտ տարը կմնա, եթե հունիսի 7-ին քաղաքացին ոչ հասի Նիկոլ Փաշինյանին ու քաղաքացիական պայմանագրին։ Այս տարի ընտրություններով Փաշինյանին հեռացնելու հնարավորությունը 2021-ից էլ բարձր է գնահատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գրասենյակի ղեկավարը 5-րդ ալիքի հարցազրույցի տաղավարում հայտարարել է, եթե ընտրողները զանգվածաբար գնան ընտրատեղամասեր ու դեմ քվեարկեն, անգամ ամենահմուտ ընտրակեղծարարը չի կարողանա փոխել ժողովրդի քվեն։ 2026-ի խորհրդարանական ընտրարշավում Ռոբերտ Քոչարյանի օրակարգը անփոփոխ է։ Վերջ տալ արհավիրքներին, որ բերում է գործող իշխանությունը ամենօրյա ռեժիմով։ 5-րդ ալիքի հարցազրույցի տաղավարում ասում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։ Սրանց հանել առողջ ուժերով լծվել երկրի
կայունացմանը, մեր արժանապատվության, մեր հանգստության, մեր համերաշխության։ Հանրային համերաշխություն ու խաղաղություն չի լինի, քանի դեռ իշխանության ղեկին մի մարդ է, որը ի վիճակի չէ խաղաղեցնել սեփական էմոցիաները, կարծում է Բագրատ Միկոյանը։ Ազգային ժողովում տեսել եք ինչ օրնանգում այդ մարդը։ Եթե մարդը սեփական էմոցիաները չի կարում խաղաղեցնի, արտաքին վտանգները ու խաղաղություն չի բերելու։ Ցանկացած մարդ թող ինքը եթե մեկի հետ կոնֆլիկտ ունենա ու սա գա խաղաղեցնելու, կթողնի մոտենա։ Փոքր կոնֆլիկտը սա կվերածի մի հատ արունահեղության, այն որ կարա 2 րոպե խոսեն վերջացնեն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նկատում է, Բրյուսելում հնչող հայտարարությունները գործող իշխանության առաջ կանաչ լույս են վառում ընտրակեղծիքների համար։ Ասում են կանաչ լույս է վառել Եվրոպան, չէ, կանաչ պրոժեկտոր է վառել։ Բայց եթե ընտրողները զանգվածաբար գնան ընտրատեղամասեր ու դեմ քվեարկեն Փաշինյանի կուսակցությանը, իշխանությունը ի վիճակի չի լինի անգամ ընտրակեղծիքներով վերարտադրվել։ Մարդիկ գնան ընտրության դեմ քվեարկեն, չեն դիմանալու, սրանք չեն գնալու դրան, չեն կարող։ Չեն կարող այդքան կեղծիքներ անել, այո։ Սրանք չեն կարողանում ձյունը մաքրեն փողոցից, սրանք ոնց կարան X պարագայում ինչ-որ կեղծիքների քանակ անեն։ Չեն կարողանա, եթե այդ մեծ ժողովուրդը համեմատենք սպիտակ ձյան հետ, մաքուր, ճերմակ, եթե ձյունը գա, սրանք ոնց են մոլորվում, որ ձյուն է գալիս։ Այդտենց մոլորվելու են։ 2021-ին Փաշինյանի ընտրած մարդկանց մեծ մասը 5 տարի անց գնալու է ընտրության, որպեսզի քվեով պատժի նրան, վստահ է Միկոյանը։ Սրանք ինչ ասել են, լրիվ հակառակն են արել։ Վստահ եմ իրեն 21 թվականին ընտրող մարդկանց մեծ մասը հատուկ գնալու է, որ իրան պատժի, քվեով պատժելու մեխանիզմ է դա։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի համոզմամբ խաղաղության գործընթացի անվան տակ Փաշինյանը Հայաստանը վերածում է իր ձևակերպմամբ աշխարհաքաղաքական ռազմորկայի կենտրոնի։ Ամեն քաղաքում մի պայմանական կետ կա, չէ՞ որ ինչ-որ ռազմորկա են անում մարդիկ։ Չգիտեմ, Երևանում տեցիկ ռուգնակի իրովականում ժամի հետևներ մեր տարիքին։ Հիմա Հայաստանը վերածել են պայմանական տեցիկ ռուգի։ Էդ է խաղաղությունը։ Միկոյանի խոսքով Քոչարյանի իշխանության տարիները եղել են տոտալ խաղաղության տարիներ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսը պահպանվել է։ Նա հղում է անում Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտի տվյալներին։ 98-2008 թվականների ծախսերի տարբերության գործակիցը 2.1 է եղել։ Սրանց օրոք 3.4 է արդեն։ Ինչ խաղաղություն։ Ըստ Բագրատ Միկոյանի, այսօր միջին վիճակագրական հայը ուզում է ունենալ ուժեղ ղեկավար, խիստ կարգ ու կանոնը պահող, փողոցային այս բեսպրեդելին վերջ տվող, բարդակը վերացնող, տնտեսությունից հասկացող լուրջ մարդ։ Մարդիկ ուզում են նայեն, չամաչեն իրանց ղեկավարից, հասկանում եք, հեռուստացույցը մեր բնակիչների մեծ մասը անջատում է, որ տեսնում է այդ պատկերները։ Ուզում են ղեկավար, որի համար չեն ամաչելու, որը ունի փորձ, որը ունի տնտեսական ահռելի գիտելիքներ կամ գիտելիքներ, որը թույլ կտա Հայաստանը հանել այս վիճակից, ու ցանկալի է, որը ունի այսպես կոչված հաջողության պատմություն։ Երկրորդ նախագահի կառավարման 10 տարում Հայաստանում պարենային հիմնական ապրանքները կարագ, ձեթ, միս, ձու գրեթե չեն թանկացել, պնդում է Բագրատ Միկոյանը։ 10 տարվա մեջ գրեթե թանկացում չի եղել, հասկանում եք, մարդիկ դա հիշում են։ Այսինքն, երբ որ ուսուցչի աշխատավարձը 8000-ից դառնում էր 70000 դրամ, դրա հետ զուգահեռ ոնց որ այսօր չէր աճում գները։ Կամ նույնիսկ աշխատավարձից առաջ աշխատավարձը առաջանցիկ տեմպերով էր աճում, քան գները։ Այդ գները մաքսիմում 10 տարվա մեջ, այս իմ նշած ապրանքների, ասենք միսը թանկացել է ընդհանուր 10 տարվա մեջ 200-250 դրամով։ Միկոյանը կարագի օրինակն է բերում 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի օրոք միջին կենսաթոշակով 21800 դրամով 12 կիլոգրամ որակյալ կարագ կարելի էր գնել։ Այսօրվա միջին թոշակով քաղաքացին հազիվ 6 կիլոգրամ բարձրորակ կարագ կկարողանա ձեռք բերել։ Այսօր խանութներում գնապիտակները
Արդեն այնքան թուղթը փոխել են, հոգնել են այդ մարդիկ։ Երևի էլեկտրոնային դնեն, բորսաների պես փոխվի գները։ Որտեվ երբ որ հաջորդ առավոտ մարդը թոշակառուն, խոցելի խավը մտնում է խանութ, տեսնում որ իր հաշվարկած փողը չի դա։ Շիվարս կանգնում են մարդիկ։ Էլեկտրոնային գնացուցակի վրա թվերի փոփոխության արագությամբ աճում է նաև երկրի արտաքին պարտքը։ Այս ընթացքում, որ մենք այս հարցազրույցը վարեցիք դուք, ես խոսեցի, մարդիկ որ նայեցին, այս մոտավոր մի ժամը, Հայաստանի արտաքին պարտքը աճեց $110,000։ Քանի որ արդեն երեկոյան ժամը ուզում եմ բոլորին մաղթեմ նաև բարի գիշեր, բայց ասեմ, որ գիշերը որ քնած լինեք 8 ժամ, մոտ $1 միլիոն է առավոտյան որ ժարթնեք, արդեն գիշերն էլ է աճելու $1 միլիոն։ Կանգնեցրեք սա։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հիշեցնում է, այսօր կուտակվող միլիարդավոր դոլարների արտաքին պարտքը ժողովուրդն է փակելու։ Լանա Համբարձումյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Առողջ են մնում, բայց դա բեռ է, որը մենք սպասարկում ենք։ Շաբաթվա ամենակննարկված նախարարը Արսեն Թորոսյան, նա հաջողել է միանգամից մի քանի սկանդալ բորբոքել, բեռ են թոշակառուները պետության համար։ Իրանք ծնող ունեն, ես չեմ հասկանում, եթե իրանք մտածում են մենակ իրանք փողի համար։ Մինչ միլիոնների պարգևավճար ստացած նախարարը երգում է, պարզ քաղաքացին ուղղակի ապշում է լսելով նրա հայտարարած ռեկորդային թվերը։ 8 տարում մոտ 300,000 աշխատատեղ է ստեղծվել 33,000 գործազուրկ ունեցող Հայաստանում։ Ունես պայմաններ են դնում մարդու դիմաց, որ մարդ չի ուզում, որ գնա աշխատի։ Եվ սարսափազդու վիճակագրություն, անցած տարի մինչև 1 տարեկան 207 երեխա է մահացել մեր երկրում, 8% ավելի, քան 2024-ին, ինչու են առողջապահության պատասխանատուները մեղքի ամբողջ բեռը ծնողների ուսերին դնում։ 207 դեպքը պետք է 207 քննարկում լիներ։ Եվ այսպես շաբաթվա ամենակննարկված նախարարը Արսեն Թորոսյան, նա հաջողել է միանգամից մի քանի սկանդալ բորբոքել։ Սկսենք սկզբից, միլիոնների պարգևավճար ստացած նախարարը հայտարարել է, թե կյանքի միջին տևողությունը բարձրացել է, թոշակառուները ավելի երկար են ապրում ու դա որքան էլ լավ է, մյուս կողմից նրանք բեռ են դառնում աշխատողների համար։ Արսեն Թորոսյանը ծնողներ չունի, թե համարում է, որ ինքը չի ծերանալու ու բեռ չի դառնալու որևէ մեկի համար։ Փողոցը զայրույթով է ընդունել նախարարի հայտարարությունը։ Դե հիմա երբ կմեռնեմ, այդ իրանց հաջողությունը թող լինի, ինչ ասեմ։ 76-ամյա տիկին Անժելային շատ են վիրավորել Արսեն Թորոսյանի այս խոսքերը։ Վերջի 8 տարում 130,000 ավել նպաստառու եւ կենսաթոշակառու ունենք։ Ինչը շատ լավ է, որտեղ մարդիկ երկար են ապրում, մարդիկ ավելի առողջ են մնում, բայց դա բեռ է, որը մենք սպասարկում ենք եւ սպասարկում են աշխատող քաղաքացիները ըստ էության։ Այդ մենք ենք բեռ, ափերից դուրս են գալիս թոշակառուները։ Եթե մարդ ապուշը, բնականաբար տենց էլ պիտի լինի։ Ոչ այդ բեռը այժմ մի օր իրանք են դառնալու։ Ուրեմն դա Աստված ինքը թոշակի չհասնի։ Իրանք ծնող ունեն, ես չեմ հասկանում, եթե իրանք մտածում են մենակ իրանք փողի համար, պետքա նայեն, ուրիշ երկրները ոնց են մտածում, ասենք, ամեն ձևով էլ է մտածում են, ամոթ է իրանք։ Հայհոյում ու ամոթանք են տալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, որը իր 2 ամսվա աշխատանքի դիմաց միլիոններ է ստացել։ Ամեն մարդ պետք է մտածի, ինքը երիտասարդ չի մնալու։ Աստված չանի որևէ մեկը երիտասարդ, թոսաղել մեծանա։ Իրան գիտես տենց երջանիկ այդ միլիոններ են ստանալու վայլեն, հա։ Մի հատ քնելուց մտածեն, էլի, այդ ոնց են իրանք այդ սրբության խաչը կրում։ Ամոթ է, էլի, չեմ ուզում վատ բաներ ասեմ, բայց թու իրանց։ Մինչ այս մարդիկ փորձում են Մարսել Թորոսյանի ասածը, մեկ այլ նախարար է բենզին լցնում կրակին։ Մեր երկրում հարկ վճարողն է միայն պետության տերը, հարկ չվճարողները զրկված են ձայնի իրավունքից։ Սա էկոնոմիկայի նախարարի միտքն է։ Եթե մարդը հարկ չի վճարում, դա առաջի քայլն է, որ իրենց զրկում ես խոսելու եւ ձայնի իրավունքից։ Թոշակառուների մեծ մասն էլ հարկ չի վճարում։ Ուրեմն ինչ է առաջարկում Պապոյանը, որ սպասվող խորհրդարանական ընտրություններին արգելվի չաշխատող թոշակառուների մուտքը ընտրատեղամասեր։ Ես չգիտեմ,
նախարարները ինչով են մտածում, ոնց են մտածում, բայց երկրին չեն կարող վնասել թոշակառուները։ Թոշակառուն մար չի, ինչ չի։ Զատի թոշակառուն է մարդ, էլի 1000 տարի աշխատում ենք, մինչև օրս էլ աշխատում եմ։ Համոտ, եթե այդպես են մտածում, ինչ կարող են ասել։ Իսկ ինչ կասեն Պապոյանն ու Թորոսյանը աշխատող թոշակառուներին։ Նրանք էլ են բեռ, թե ինքն իրեն պարգևատրող կառավարությունն է իր անպատասխանատու քայլերով բեռ դնում քաղաքացիների ուսերին։ Լավորից չենք մեջքներս ծռած աշխատում, ասում են 70, 75, 80 տարեկան աշխատող թոշակառուները։ Ինչ որ մի մասով մեղադրում եմ եւ ամբողջ մեր ժողովրդին եւ թոշակառուներին, ախր պետք է հավաքվեինք, ես էլ իրանց հետ միասին կոպիտ կհնչի, բայց Շատ բան եմ արել, տվել եմ անբաններին, հիմա իրանք ուտում են, մենք էլ քարշ ենք գալիս մի կերպ։ Ես աշխատել եմ աղբերի իմ հալալ քրտինքով իմ փողը աշխատում եմ, սո։ Թոշակն էլ ստանում եմ։ Ով ինչ ասում է, թող իր հետևը նայի։ Անխիղճ պիտի լինես, որ պետական բյուջեից ստացած միլիոնների պարգևավճարները հրճվանքով ընդունես, իսկ այդ բյուջեից թոշակ վճարելը բեռ համարես, ասում են վիրավորված ու հիասթափված քաղաքացիները։ Պարգևավճարները արժեքած զրկեցին ամեն ինչը։ Դոյս այդ միլիոնների համեմատ այդ 10,000 կամ 20,000 զրո է, հասկանում եք։ Անարդարություն է վակի։ Ժողովրդից հավաքում են, տալիս են ինչ-որ մի քանի օգուտ։ 50 տարի ներդրել եմ իմ ուժը եռանդես պետության համար, եւ ես ընդամենը մի քանի կոպեկներ եմ ստանում։ Եթե բարեկեցիկ թոշակ ստանայի, չի աշխատի։ Մենք մեր վաստակած հանգիստն ենք ուզում վայելել։ Ինչ են արել դրա համար ԿՊԱ-ականները այս 8 տարում։ Գոյատևում ենք, վրդովված ասում են թոշակառուները։ Մինչև կյանքի վերջ թոշակազել աշխատել ենք, պահել ենք իրենց, հիմա իրենք պիտի մեզ պաշտպանեն։ Բայց այդ թոշակառուները պահել են չես երկիրը, որ տվել են աշխատողներին, հիմա իրանք առողջ աշխատում են, ապրում են, ոնց որ պետք նա։ Դա մի տարիք է, որ սոցիալապես պետք է ապահովված լինի, ամբողջ կյանքում նա աշխատել եւ վաստակել է այդ իրավունքը։ Նախարարների անպատասխանատու հայտարարություններից տեղները չեն գտնում նաև հարկատուները։ Դեմ չեն հարկ վճարելուն, պայմանով, որ այդ գումարը տաքուկ կաբինետներում նստած չինովնիկների գրպանները չմտնի։ Բոլորովին դեմ չեմ։ Եթե հարկ ենք վճարում, ուրեմն թոշակառուներին բարձրացնեն, թեկուզ 15-20 հազարով։ Լիլիթ Խալաթյան, Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Բազմաթիվ հարցեր ունեն թոշակառուները Թորոսյանին, որ Փաշինյանի հեղինակած «Մենք քեզ ուզում ենք տեսնել» երջանիկ երգը կատարելու անհաջող փորձեր է անընդհատ անում հեռախոսի տեսախցիկի առաջ, ձեռքի հետ էլ հասցնում է զարմանահրաշ թվեր հրապարակել։ Օրինակ հայտարարել է, թե 8 տարում մոտ 300,000 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում։ Իսկ մենք փորձել ենք հասկանալ այդ դեպքում ինչու 33,000 գործազուրկները այս երկրում գործ չեն գտնում։ Հունից դուրս են գալիս քաղաքացիները, երբ լսում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պնդումը, թե Հայաստանում ամեն տարի 40-ից 50,000 նոր աշխատատեղ է ստեղծվում։ Guarda cu azată աշխատատեղ։ Guarda cu ura բատերց ամբլիկ վարշարեք է թանկու աշխատեն։ Հայաստանում պաշտոնական տվյալով մոտ 33,000 գործազուրկ կա, չնայած ըստ Արսեն Թորոսյանի ամենամիս աշխատատեղերի նոր ռեկորդային թվեր են երևում պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի հաշվետվություններում։ Եղել էր 814 եւ ունենք 823, դրանից եղել 810, 805, ամեն ամիս աճող թվեր ենք տեսնում։ Թորոսյանի պնդմամբ 8 տարում մոտ 300,000 աշխատատեղ է ստեղծել իր թիմը։ Նախարարը խելք ունենա, որ նախարար աշխատի, բայց մենք տես նախարար ունենք, որ խելացի է։ Չկա տես նախարար։ Արսեն Թորոսյանը տեղից եսեմ ինչա։ Մինչ միլիոնների պարգևավճար ստացած նախարարը երգում է, պարզ քաղաքացին ուղակի ապշում է, լսելով նրա հայտարարած ռեկորդային թվերը։ Տենց բան չի լինում։ Եթե աշխատատեղ լինի, ժայռներ կդիմեն։ Չեն հավատում քաղաքացիները նախարարի հայտարարած ռեկորդային թվերին։ Իրենք փնտրում են, բայց նորմալ գործ չեն գտնում։ Որտեղ կա աշխատանքի տեղ։ Ինչ որ աշխատանքի տեղ կա, դա իրենց համար է։ Դա կարելի ասել։ Այս պահին 3000 թափուր աշխատատեղ կա, դրանք հավանաբար չեն լրացվում, քանի որ գործ փնտրողները հիմնականում ըստ Թորոսյանի չեն համապատասխանում հաստիքին, վերապատրաստումների կարիք ունեն։
հիմնական խնդիրներից մեկը դա կվալիֆիկացիան է, այսինքն չեն համապատասխանում գործ փնտրողները աշխատատեղի հետ։ Տրանսպորտի հասանելիության խնդիր կա, մենք չպետք է վարանենք դրա մասին, ասել որ մի գյուղում կա աշխատատեղ, մեկ ուրիշ գյուղում կա աշխատող եւ ինքը հասնելու խնդիր ունի։ Մասնագիտական հմտություններն ու հեռավորությունը չեն հիմնական պատճառները, որ գործ փնտրողը չի գտնում աշխատատեղ։ Միակ խնդիրը ցածր վարձատրությունն է, ասում են մարդիկ։ Ունես պայմաններ են դնում մարդու դիմաց, որ մարդ չի ուզում որ գնա աշխատի։ Չկա այդպես աշխատատեղ։ Ասենք մասնավոր կարող է մեկը մի հատ տուն ասարկում, բան մի փոքր գնաց մի քանի օր աշխատես մոտը, դա է կոչվում գրոշներով, ոչ թե դու հիմնական աշխատանք գոյություն չունի մեր համար։ Նախարարը իրենն է պնդում, անցած տարվա նոյեմբերին մինչև 150,000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը նվազել է, փոխարենն աճել է 200,000-ից բարձր վարձատրվողների թիվը։ Ոչ կնոջն է բավականացնում, ոչ տղամարդը, որտեղ աշխատավարձները շատ ցածր է։ Կապ չունի ինչը, ինչ աշխատանք են կանում, աշխատավարձը ըստ հիմա պայմանների շատ ցածր է։ Այս կինն ու իր պես շատերը 250-ից 300,000 դրամով գործ գտնելու դեպքում առանց վարքյան մտածելու պատրաստ են ընդունել աշխատանքի առաջարկը։ Մոտ 250-200 պետք է կազմի, որ բավականացնի։ Չգիտեմ ինչը հաստիքի աշխատատեղեր են, բայց միակ բանը, որ կարող խանգարի, դա ինձ թվում է աշխատավարձի քիչ լինելու պատճառն է, որ ծերին կհասցնի մինչև 300,000 դրամ, եթե աշխատավարձ ստանա, էլի։ Բայց ես վստահ չեմ, որ այդ 50,000 աշխատատեղերը այդքան կվարձատրեն մեզ։ Համաձայն են քաղաքացիները, կարող են նաև ալարկոտներ լինել հասարակության մեջ, գյուղ չկա, որ շուն չլինի, բայց չեն հավատում, թե բարձր աշխատավարձով աշխատատեղերը երկար են թափուր մնում։ Համենայն դեպս կրթություն ու որակավորում ունեցող շատ մասնագետներ էլ կան, որոնք այս երկրի արևի տակ չեն գտնում իրենց տեղը։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Սարսափելի վիճակագրություն կա մեր հաջորդ ռեպորտաժում։ Անցած տարի մինչև 1 տարեկան 207 երեխա է մահացել մեր երկրում, 8% ավելի, քան 2024-ին։ Ինչու են առողջապահության պատասխանատուները մեղքի ամբողջ բեռը ծնողների ուսերին դնում։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի հասարակությունը ծերանում է, մտահոգիչ են վիճակագրական կոմիտեի տվյալները։ Նվազել է ծնելիությունն ու աճել մանկական մահացությունը։ 2025 թվականին մինչև 1 տարեկան 207 երեխա է մահացել, նախորդ 2024 թվականին մահվան դեպքերը 191 էին, աճը 8% է։ 207 դեպքը պետք է 207 քննարկում լիներ։ Եթե օրինակ հարցնենք այդ 200 դեպքի մեջ քանիսն են եղել դժբախտ պատահար, քանիսն են եղել բժշկական առողջապահական խնդիրներով, ապա անգամ այդ վիճակագրությունը չկա։ Կոնկրետ ես պաշտոնական հարցում եմ արել դեպքերի հետ կապված, համապատասխան տվյալներ չեմ ստացել։ Ողբերգական դեպքերին անդրադառնալով առողջապահության նախարարը կարևոր էր համարել նախևառած ծնողների զգոնությունը։ Պետք է տատիկ-պապիկների դեղերը հեռու պահել երեխաներից, ասել էր Ավանեսյանը։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանի գնահատմամբ Ավանեսյանը փորձում է պատասխանատվությունը գցել ծնողների վրա, մինչդեռ պետք է անդրադառնա համակարգային խնդիրներին։ Ասում են, Արտաշատից ծնողը երեխային գրկած եկավ 3-րդ մակարդակի, օրինակ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում դժբախտ պատահար երեխան մահացավ։ Իսկ ինչու է ծնողը գրկած ասել Սուրբ Աստվածամայր, քանի օղակ է այդտեղ թերացել։ Այս վերլուծությունները երբ որ չի արվում, մենք ունենում ենք դեպքերի կրկնություն եւ շարունակականություն։ Երեխայի մահվան յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի, պարզվի, արդյոք ուշացած է եղել բուժօգնությունը։ Գուցե առաջնային օղակն է թերացել կամ համակարգային այլ խնդիրներ կան։ Ցանկացած օղակում կարող են բացեր լինել, ընդունում է առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը։ Լիլիթ Ավետիսյանի խոսքով կարևոր է, որ բժիշկներն աշխատեն ծնողների հետ։ Խնդիր կարա լինի ցանկացած օղակում, բայց սկսում ենք ծնողներից։ Ծնողը այն առաջին օղակն է, որ ով երեխայի կողքին, ով կարող է գնահատել։ Եթե մենք չփորձենք սովորեցնել, հիշեցնել պարբերաբար այն ծնողավարման հմտությունների մասին, որոնք ստանում են տարբեր այցերի ընթացքում ծնողները, մենք կարող ենք չհասցնել կանխարգելելի դեպքերը։
Ավետիսյանը նկատում է, հաճախ ծնողները սխալվում են երեխաներին քնեցնելու, կերակրելու հարցերում։ Օրինակ պետք է պարկացնել երեխաներին մեջքի վրա, ուղիղ, չի կարելի փորիկի վրա պարկացնել, մենակ թողնել, երբ որ երեխան կողքի է պարկած, չի կարելի կողքի պարկացնել, ծածկոցներ օգտագործել, ցանկալի է քնապարկում երեխաներին քնացնել, հա։ Չի կարելի յուրաքանչյուրացած իր լինի մահճակալում, դրանք բոլորը կարող են լինել օտար մարմին երեխայի համար եւ նույնիսկ բերել հանկարծամահության։ Մասնագետներն ահազանգում են մանկական հանկարծամահության աճի պատճառները կմնան չբացահայտված, իսկ դեպքերը կավելանան, եթե չկատարվի խորքային վերլուծություն, չգտնվեն համակարգային բացերը։ Լիլիթ Սարգսյան, Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Մեր հաջորդ պատմությունը Արարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին քոլեջի շենքում տեղավորված փախստականների մասին է։ Նրանք անօթևան կարող են մնալ։ Ապրեն եթիմները, թոսը Տեր Աստված, շնորհակալ ենք քեզնից, ոչ թե լացածին են գցել դռները։ Երկրորդ անգամ փողոցում հայտնվելու վտանգն է այսօրը գցել այս մարդկանց։ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին քոլեջի այս շենքում տեղավորված փախստականներին օրեր առաջ ծանուցել են, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շենքը տվել է Օթևան անունով կազմակերպությանը։ Բնակիչները տագնապի մեջ են։ Թուրքից փախա եկա, հիմիկել հայրն է ինձ լարում, բա ուր եկամ։ Օթևանը 1 տարվա պայմանագիր է առաջարկում փախստականներին։ Չէ, մեզ տրված չի ոչ մի ինչ-որ ցուցանիշ, որ մենք կարողանանք հասկանանք, գիտեք, իմ տուն մտնում է օրինակ 200,000 դրամ աշխատավարձ, այդ 200,000 դրամով ես ապահովված եմ համարվում, թե ոչ։ Չկա ոչ մի չափանիշ, մենք հարցրել ենք իրենք բանավոր են պատասխանել, ոչ մի գրավոր բան չեն ասել մեզ, ինչով է որոշվում, չափորոշիչները որն է։ Դիմել են MIB գրասենյակ, այնտեղից վստահեցրել են, որ տներից չեն հանի իրենց, չեն հավատում մարդիկ։ Իսկ իրանք ինչ գարանտիա են տալիս մեզ, որ մենք ստորագրենք, մյուս տարի մեզ չեն կհանեն։ Չեն ասել մեզ կհանեն տներից, մեզ դա չեն ասել, կհանեն։ Մեզ ասել են պետք է գան գնահատեն քո կյանքի որակը, նայեն քո երևի պիտի ստուգեն, ով ի վիճակի է բնակվելու այս շենքով, ի վիճակի չէ, օրինակ վարձով ապրելու կամ բնակարան ունենալու, կմնա։ Բնակիչների խոսքով իրենց նույնիսկ սպառնացել են, որ եթե պայմանագիր չստորագրեն, ուժով էլ լինի հանելու են։ Հիմա ասում են դուք եթե չստորագրեք 3 օրվա մեջ կարան գան ձեզ հանգիստ պետական մարմինների ուժով հանեն։ Մեկը վարկով, մյուսը տարիների ընթացքում փողը հետ գցելով վերանորոգել են իրենց տները, չեն մտածել, որ մի օր կարող են իրենցից խլել առած դրածը։ Ստե ահագին գումար ենք ծախսել, իսկ այն վաղ ցենց չի եղել։ Հիմի պարտկով ենք վերցել թե ոնց մի կերպ է որ ծնող ազուր քիչ-քիչ սարքել ենք, էսա։ Թուղթը բերողը բերելա տալուց եղելա, որ վերևից ասել են հիմի բա մենք տուն ենք սարքել, ոսկ ենք դրել գրավ, վարկ ենք վերցրել, այսօր դուք հաշվի արեք, դա դվել եք վարձ։ Չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից, ասում են իրենք են իրենց համար ապրելու պայմանները ստեղծել, լույս, ջուր, գազ քաշել, դուռը պատուհան փոխել։ Աստված գիտի նույն պայմանները որևէ այլ տեղ կունենան, թե ոչ։ Ինչի՞ ամա։ Ալբերտ Սերոփյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Եվ հիշում եմ քո ձայնը փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան է եղել Երևանում, Արցախի գաղթի ճամփան, անցած մարդկանց պատմությունները, հեղինակները մտադիր են միջազգային կինոփառատոններ տանել։ Արցախի գաղթի ճամփան անցած մարդկանց 6 պատմություն մեկ ֆիլմում։ Նիկոլայ Մելիքյանի եւ Արայիկ Սարգսյանի «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան է Երևանում։ Դահլիճում նստած մարդկանց ճակատագրերն են նույնը, ամբողջացած ֆիլմի 6 պատմություններում, հայրենիք, տուն ու հարազատներ են կորցրել բոլորը։ Քանի որ պատմությունները տասնյակ հազարավոր են, փորձել ենք այնպիսի պատմություններ ընտրենք, որ ճիշտ է թեման նույնն է, բայց տարբեր, այսինքն այդ կողմերից ցույց տանք այդ արհավիրքները, որի մեջ, այսինքն տեղ ծնողով երեխուն ա կորցրել, երեխայով ծնողին ա կորցրել։ Դժվար է դիտել տեսարաններ, որի միջով անցել ես, ասում է արցախցի рэփեր Լյոկան։ Ֆիլմը իրականում շատ ծանր է, դժվար է ֆիլմի մասին ինչ-որ բան խոսել, բայց այն, որ այս ֆիլմը պետք էր, համենայն դեպս դրսի աուդիտորիայի համար առավել եւս քան պետքա, իր մեսիջն է կարևոր, թե որովհետեւ ահագին մարդիկ չեն պատկերացնում ինչա կորցնել։ 3 մայրցամաքներում արդեն ցուցադրվել է «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը։ Նիկոլայ Մելիքյանի խոսքով նպատակ ունեն միջազգային կինոփառատոններում ներկայացնել։ Պրեմիերան եղավ 2025-ի նոյեմբերին Լոս Անջելեսում, դրանից հետո Բրազիլիայում, Սան Պաուլոյի համալսարանում, Սան Պաուլոյի
քաղաքային խորհրդում, հետո Ռիո դե Ժանեյրոյի արդարադատության պալատ, օրեր առաջ Փարիզի քաղաքապետարան, Թուլուզի քաղաքապետարան, Նիսի համալսարան եւ այդպես շարունակ։ Ամբողջ հանրապետությունը պետք է դիտի այս ֆիլմը, կարծում է Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։ Նրա համոզմամբ «Հիշում եմ քո ձայնը» լավ վերլուծություն է, թե ինչ պատահեց մեզ հետ։ Ոչ միայն աչքով, այլ նաև ականջով պետք է ընկալել այս ֆիլմը մինչև վերջ։ Ինքը պետք է ընկալել լինի յուրաքանչյուրի համար, որպեսզի մենք մինչև վերջ հասկանանք ինչ ստացվեց, ինչ պատահեց ու ինչ գործրեցին։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։